8-րդ դասարանի 7 սովորողներով նախագծային աշխատանք ընտրել ենք կենսաբանություն առարկայից։ Հիմա ընտրել ենք բույսերի աճման և զարգացման ընթացքում տիմոտրոպիզմի և ֆոտոտրոպիզմի ուսումնասիրությունը։ Ուսումնասիրությունը կկատարենք լոբու վրա, քանի որ լոբու ցողունը շատ ճկուն է։ Քանի որ աշնանային ցրտերը մոտենում են, մենք մեր գործը մեկ շաբաթով առաջ ենք տանում, միանգամից չենք ցանում, այլ դնում ենք, ծլեցնում ենք, դեռ դնում ենք հողի մեջ։ Այսօր սեպտեմբերի 5-ն է, սկսում ենք մեր նախագծային աշխատանքը լոբու սերմերը ծլեցնելով և այնքան ջուր ենք լցնում մինչև փակի։ Այսօր սեպտեմբերի 8-ն է, ինչպես տեսնում եք, սերմերն արդեն ծլել են։ Նախապես պատրաստել ենք հողային միջավայր, որտեղ պետք է ցանենք մեր ծլած սերմերը։ Պետք է ցանենք մոտավորապես 2 սանտիմետր խորությամբ։ Արմատիկը պետք է դնենք ներքևս։ Մեկ էլ մի փոքր պետք է ջրենք։ Այսօր սեպտեմբերի 12-ն է, ինչպես տեսնում եք, մեր ցանած լոբին դուրս է եկել հողի մակերես, սպասում ենք մյուսի դուրս գալուն։ Այսօր սեպտեմբերի 15-ն է, ինչպես տեսնում եք, մեր լոբին բավականաչափ աճել է, քանի որ լոբին հավասար չի ծլել, մի մասը նոր է դուրս գալիս։ Մոլախոտները կհանեմ և կջրեմ։ Ինչպես տեսնում ենք, բույսը աճում և թեքվում է դեպի լույսը։ Բույսերի համար էներգիայի աղբյուրը արևն է։ Մենք ամեն օր պտտեցնում ենք բույսերը, որպեսզի ցողունը ուղիղ աճի։ Բույսի դեպի լույսը թեքվելու ռեակցիան կոչվում է ֆոտոտրոպիզմ։ Լոբու ցողունը բարակ է ճկուն և ինչպես տեսնում եք, թե ինչքան է բարձրացել, ցողունը որպեսզի չկոտրվի, մենք փայտ կտնկենք, բարբառով ասած սարի կտնկենք, որպեսզի հենվի և վեր բարձրանա։ Այսօր հոկտեմբերի 8-ն է, ինչպես տեսնում ենք, լոբին բավականաչափ աճել է և սկսել է փաթաթվել փայտի։ Փաթաթվելու և հենվելու պրոցեսը կոչվում է տիգմոտրոպիզմ։ Այսօր սեպտեմբերի 14-ն է, ինչպես տեսնում ենք, լոբին բավականաչափ աճել է։ Ծաղկել լոբին, ինչպես տեսնում ենք, և սպասում ենք բերքահավաքին։ Ակնհայտ երևում է, որ բույսի տերևները թեքվել են դեպի լույսը, որպեսզի ֆոտոսինթեզ կատարեն։ Տերևների լույսին ձգվելու հատկությունը կոչվում է ֆոտոտրոպիզմ։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ ֆոտոտրոպիզմը տիգմոտրոպիզմի հակառակ գործընթացն է։ Այժմ լոբին կպտտեցնենք դեպի լույսը, որ ցողունը ավելի լավ փաթաթվի փայտին։ Իսկ տերևները թեքվելով դեպի լույսը հավասարապես կբաշխվեն ցողունի վրա։ Պարզ երևում է, թե ինչպես է բարակ և ճկուն ցողունը հենվելով փայտին վեր բարձրանում։ Ցողունի հենվելու գործընթացը կոչվում է տիգմոտրոպիզմ։ Եթե բույսը չունի փայտացած ցողուն, ապա նրա համար շատ կարևոր է ֆոտոտրոպիզմը և ֆոտոտրոպիզմը։ Հենվելով փայտին ավելի հարմարավետ է տեղավորվում դեպի լույսը, իսկ լույսը շատ կարևոր է ֆոտոսինթեզի համար։ Սինթեզն էլ շատ կարևոր է բույսի աճի և զարգացման համար, որպես ավտոտրոֆ օրգանիզմ։ Նախագծի ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները մենք կկիրառենք հետագայում։ Մեր ակիները մշակելու ժամանակ և կարող ենք հետագայում զբաղվել գյուղատնտեսական բիզնեսով, նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը։ Նախագծային աշխատանքի վերջնարդյունքում մենք սովորեցինք Սերմերի ցանկ կատարել, Խնամ տանել և մշակել, մոլախոտերը հեռացնել, Ուսումնասիրել բույսի աճը և զարգացումը։ Բացանք, թե ինչ է ֆոտոտրոպիզմը և տիգմոտրոպիզմը։ Իմացանք, թե որն է բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները։ վեգետատիվ օրգաններ են ցողունը, արմատը, տերևը։ Գեներատիվ օրգաններ են ծաղիկը և հետագայում նրանից առաջացող սերմերը։ Այս նախագծի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները մեզ կյանքում շատ պետք